Կամավորների հոսքը հատիսի գագաթ շարունակվում է։ Լեռան ստորոտին է Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարական աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հերթական խումբը հանրապետության տարբեր բնակավայրերից։ Մոտ 30 րոպե եւ կամավորների խումբը հատուկ մեքենաներով ու անվտանգ Լեռան ստորոտից գագաթ է հասնում։ Այստեղ նրանց սպասում եւ ներկայացնում են արձան համալիրի կառուցման նախապատմությունն ու խորհուրդը։ Արձանը շուտով դառնալու է ազգային միասնության, ազգային համերաշխության, աշխարհի նոր ասելիքով ներկայանալու խորհրդանիշ, որովհետև մենք մի ազգ ենք, ով առաջինը դարձավ քրիստոնյա, ընդունեց ճշմարիտ աստվածապաշտությունը եւ պատահական չի, որ մենք լինելով առաջին քրիստոնյա ազգը շուտով կունենանք Հիսուս Քրիստոսի արձանը մեր երկրում։ Ինչպես պարոն Ծառուկյանն է ասում, դա դառնալու է համերաշխության ազգային վերածննդի խորհրդանիշ եւ ամեն օր հարյուրավոր կամավորների այցը դեպի Հատիս, ովքեր գալիս են այստեղ եւ մասնակցում են շինարարական աշխատանքներին, իրենց ձեռքով մի քար են դնում, մի դույլ ցեխ են լցնում այս պատմական կառույցի հիմքերում, դա արդեն իսկ ազգային միասնության տար է պարունակում։ Կամավորները շրջում են շինհրապարակում, ծանոթանում կատարված լայնածավալ աշխատանքներին։ Իսկ ներսում հայկական զարդանախշերով ցուցասրահում քաղաքացիները միանում են շինարարներին ու շաղախ լցնում փրկչի արձանի պատվանդանի հիմքում։ Միշտ հպարտանում ենք Ծառուկյանի արած բոլոր գործերով։ Միայն սա չի, բոլոր եկեղեցիները, որտեղ ինքը ցանկություն է առաջացել վերանորոգի, սարքի, որովհետև քրիստոնյա ազգի հավատքի տեր մարդ է, իր անձնական ֆինանսը ներդնում հատուկ ժողովրդի համար։ Այս արձանը փաստում է նրա մասին, որ մենք կանգուն ենք, իսկ Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած, մեր ոգին մեր մեջ արտնացրել է։ Կգան տարբեր պետություններից Հայաստան, կտեսնեն, կհիանան։ Մենք միշտ տեսնում ենք, երազում ենք օտար երկրներում գնանք, տեսնենք, իսկ ինչու չունենանք նաև մենք Հայաստանում։ Հսկայական աշխատանք է, որ կատարվում է Հայաստանում եւ կարելի ասել աշխարհում էլ, չգիտեմ, նման նախաձեռնություն, որ անհատը կատարի, սա ավելի շատ պետական ծրագրի է նման, որը որ կաներ պետությունը նման մեծ եւ լայնածավալ աշխատանք անելու համար իր թանգարանով, իր արձանով, բայց ինչպես որ աշխարհում մենք ամեն ինչում համարյա առաջինն ենք, այս հարցում էլ մենք աշխարհում առաջինն ենք եւ գիտեք, մինչեւ մարդ չգա այստեղ, այդ ամբողջ աշխատանքը չի կարող պատկերացնել։ Հատիս լեռան գագաթին նոր պատմություն է կերտվում։ Այն սերնդեսերունդ փոխանցվող մնայուն կառույց է, ասում են կամավորներն ու ընդգծում։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր ներդրումն ու մասնակցությունն ունենա համազգային կառույցի կերտման գործում։ Կամավորների շարքերում էին նաև արտասահմանից ժամանած մեր հայրենակիցներն ու հայտնի բլոգերներ։ Ես շատ կհավնիմ իբրև բարերար։ Շատեր շատ հարուստ են, բայց միայն իրենց քրբանները գլեցնեն։ Բայց Գագիկ Ծառուկյանը ոչ։ Ինչ որ ես տելևիզիոնեն կտեսնեմ եւ շատ կհավնում։ Սիրիայի Հալեբ քաղաքին եկել ենք մենք հայրենիք։ Փառք Աստծո, որ Դիգին Ռոզա Ծառուկյան կա, ինքը բերեր ասպես Փարիզավակ, շնորհքով, որ ամբողջ աշխարհի հայության նվիրեց այս կետրոնը։ Տպավորություն ինչս ենք, ամենը բարձրը գսեն 7-րդ երկինք։ Ատի ավելի բարձր չկա, մենք հիմա այսօր 7-րդ երկնքում ենք։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, էլի ես եմ 2500 մետր բարձրությունից Հատիսարից։ Բարձացեք ստեղ, Հատիսար, մինչև չբարձրանաք չեք տեն այս հրաշքը։ Բարձացեք, տեսեք ինչ նոր պատմություն են կերտում։ Շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանից եւ իր ընտանիքից։ Աստված միշտ օրհնի իրան նման լավ գործերի համար։ Հավատքով եւ ուխտով Հատիս հասած կամավորները ավանդույթի համաձայն առանց հյուրասիրության չեն հեռանում։ Նաեւ շինաշխատանքներին մասնակցելու հավաստագիր են ստանում։ Ծառուկյանին շնորհակալություն են հայտնում։
Այցերը դեպի Հատիս կազմակերպվում են ամեն օր, հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին մասնակիցը դառնալու պատմական նախաձեռնությանը։ Հազարավոր մարդիկ դեռ նախորդ տարվանից գրանցված սպասում են իրենց հերթին։ Արթուր Հակոբյան, Տիգրան Նադարյան, Էպիկենտրոն։